Այդ ծրագիրը ոչ մեկ չի կարա խանգարի։ Դիվական աշխարհը չեն կարա։ Սատանան ոչ քո տեսիլքից է վախենում, ոչ քո մարգարեությունից, ոչ էլ քո հրաշքներից։ Նա վախենում է միայն Աստծո խոսքից։ Միայն կենդանի խոսքից։ Ով որ հավատքով ինչի Աստծո գիրքը գրում։ Այդպիսի զորություն։ Եվ սատանան շուտով խորտակվի ձեր ոտքերի տակ։ Որ մարդի ոտքերի տակ է խորտակում սատանան։ Ու մեջ խոսքը թագավորում է։ Ու մեջ խոսքը կյանք է դարել։ Ու մեջ Քրիստոս նստել է գահին եւ փառավորվում է։ Նրա ոտքերի տակն է։ Քրիստոս խոսք այնքան զորություն ունի, որ սատանային կարող է քո ոտքերի տակ գցել։ Նա ունի զորություն։ Այդ զորությունը իրա եւ իրա խոսքի մեջ է։ Մեկ խոսք ասեց, հիշում եք այն դիվահարը, որ 2000 լեգիոներ ուներ։ Մեկ խոսք ասեց, դուրս արի։ Եվ մեր մնաք չմտնես նրա մեջ։ Մեկ խոսքով Հիսուսի խոսքը Եզեր կառավարող խոսքը։ Այդ խոսքը այսօր ուզում է բնակվի մեր մեջ։ Այդ խոսքը մեզ կտա հաղթություն։ Այդ խոսքը կտա մեզ ազատագրում։ Ուրիշ ոչ մի բան չի կարող տալ։ Դրա համար շատ կարևոր է ունենանք փրկության ուրախություն։ Այդ ուրախությունը ոչ մեկ չի կարող քո ձեռից առնի, եթե իսկապես փրկության ուրախություն է։ Եվ Դավիթը հասկանում էր դա, կորցրել էր դա, ոչ մի բան իր աչքին չէր գալիս, ոչ գահը, ոչ թագավորությունը, ոչինչ չէր հետաքրում իրան։ Եթե քո ուրախությունը փրկության կորցրել ես, քեզ ուրիշ բան պետք չի, լացես, ողբաս, կանչես, Տերը սպասում է այդպիսի մեկին, Տերը չի մերժում դրան, Տերը շատ է սիրում մարդին։ Նա ուզում է, որ դու սպասես իրան։ Տիրոջ կողմից փրկություն կա անպայման։ Տեսեք ինչ խոսքեր ա գրված։ Այս խոսքերը կյանք են։ Սպասելով սպասեցի Տիրոջը։ Երբ որ դու սպասես Տիրոջը, ստեղ չէ, գնաս տուն էլ աղոթես, սպասես քո Աստծուն։ Քո Աստված հավիտենական սեր ունի։ Նրա ողորմությունը խիստ զորավոր է իրեն կանչողներին գրում Աստված ծռեցավ ինձ լսեց իմ աղակս եթե դու արցունքով սպասես Տիրոջը իմ կյանքում շատ է եղել լրիվ անհույս եմ եղել լրիվ մի գրամ հույս չի եղել երկրավոր հույսը լրիվ կտրվել է Ես հիշում եմ այդ օրը, ծոմի մեջ էի, արցունքները խեղդում էր ինձ, լեզուս բերնին մեջ չորացել էր արդեն, բայց վերջի աղոտն արեց այսպես ացագումած, ասի Տեր, իմ հավատքը պրծավ, իմ աղակելը պրծավ, իմ արցունքները չորացավ, բայց քո սերը հավիտյան կենդանի է, Ալելույա Իսուսին, բայց քո սերը չի պրծնում հավիտյան, կրտնիր Աստծո սիրուն, ով է անիկա, որ անապատեն, կրտնի Տիրոջ սիրուն, կրտնի Աստծո սիրուն, եթե նույնիսկ աղոթես, Հիսուսը չի պատասխանի քեզ, հիշիր այն կնոջ առակը, որ ասես Տեր, Չէ որ շնել էր իրանց Տիրոջ ընկած փշակներում սեղանի կերակրվեն, նա աղաղակում էր, բայց հույս չուներ, բայց գիտեր Հիսուսը խիստ ողորմած է, սպասելով սպասեցի Տիրոջը, ծռեցավ, լսեց իմ աղաղակը, զիս կորսյան փոսից, տղմալից կավից ազատեց, նա ունի զորություն, ամենախոր փոսից
մի եղբայր պատմում է, ասում է, օրեօր իջնում եմ մեղքի փոսի մեջ, օրեօր իջնում էի։ Հասել եմ հատակն արդեն, ասում է, այդ մեղքի փոսի։ Բայց ասում է, ես չէի պատկերացնում, որ դեղձի սպասում է Հիսուսը։ Եվ նա գրկեց ինձ, ասեց, ես քեզ սպասում եմ մեղքի վերջին վիհին։ Ամենասարսափելի տեղը կանգնած է Հիսուսը։ Ամենացածր տեղը իջել է Հիսուսը խաչի վրա։ Խաչի վրա ամբողջ աշխարհի մեղքն է վերցրել իր վրա։ Ամբողջ աշխարհի մեղքը վերցրել է իր վրա։ Իջել է մեղքի անդունդը։ Ամենագործված մարդին ազատելու համար։ Նա ուրիշ է, սիրելի եղբայրներ, քույրեր, իմ հարազատ Քրիստոսի զավակներ, Հիսուսը ուրիշ է։ Հիսուսի նման չկա այս աշխարհը։ Նրա խոսքը կենդանի է, նրա խոսքը մեզ ամեն ինչ կտա։ Այս քարոզների նպատակն է, որ ձեզ սիրահարեցնենք Աստծո խոսքի վրա։ Կապվեք Աստծո խոսքի հետ։ Գիշեր-ցերեկ կապվեք Աստծո խոսքի հետ։ Ստեղ նստած բոլոր եղբայրները, որ քարոզում են ձեզ, աղոթում են ձեզ համար։ Ես հավատում եմ, նրանք գիշեր-ցերեկ կապված են Աստծո խոսքի հետ։ Եթե Աստծո խոսքի հետ չկապվեն, նրանք չեն կարող հոգևոր մարդ դառնալ։ Գիշեր-ցերեկ կապված են։ Մեր զորությունը Տիրոջ խոսքն է։ Ավետարանն է մեր զորությունը։ Հռոմեացիս թղթում ասում է, Պողոս առաքյալ ասում է, ես ամոթ չեմ սեպե ավետարանը, նա Աստծո զորությունն է։ Այո, սիրելիներ, մենք տեսնում ենք Սուրբ Գրքի մեջ, ես ամոթ չեմ սեպեր ավետարանը, քանզի Աստծո զորությունն է։ Բոլոր հավատացյալների փրկության համար առաջրային ետգույնին, Հռոմեացիս 1:16։ Ավետարան Աստծո զորությունն է։ Աստծո զորությունը տրված ավետարանի մեջ։ Եվ ինչպիսի զորություն է։ Տեսեք ինչպիսի զորություն է, սիրելիներ։ Այդ զորությունը շատ փառավոր է։ Շատ զորավոր ավետարան է։ Տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը։ Երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 10-րդ խոսք։ Բայց հիմա հայտնվեցավ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս երևանալով, մահ խափանեց եւ լույս հանեց կյանքը, անմահությունը ավետարանի միջոցով։ Կյանք անմահությունը ավետարանի միջոցով աշխարհ եկել։ Քրիստոս մահը խափանեց։ Եվ այսօր մեզ ավետարանի զորությունը, Աստծո զորությունը մեր ավետարանի մեջն է։ Կապվեք ավետարանի հետ։ Կերեք ավետարանը։ Լեցվեք ավետարանով։ Նա զորություն կտա ձեզ։ Նա այնպիսի զորություն կտա, որ դուք կհավատաք այս բաներին։ Եթե նեղության մեջ, փորձության մեջ ընկնես, Տերը քեզ ինչ ասում։ Տերը տես ինչ ասում քեզ։ Եթե դու վստահես քո Աստծուն, նա քո առջևից կգնա։ Ես քո առջևդ պիտի երթամ, Եսայի 45-ի 2-3-ը։ Ես քո առջևդ երթամ, խորտու որտեղը պիտի շիտկեմ, պղնձը դռները պիտի փշեմ, երկաթենի գերը պիտի կոտրտեմ։ Քո առջևից պիտի գնա։ Զորությունը քեզանից չի։ Դու մինակ իրան հավատա, իր խոսքը սրտիդ մեջ պահի հավատարիմ։ Այդ խոսքը քեզ ապ կհանի։ Աստծո խոսքը գրում է քո սրտի վրա, որ զորությունն ես։ Ես տեսել եմ իմ կյանքի մեջ,
նեղությունների մեջ, որ մի տարի բանդ նստած է, ես անգամներ ասել եմ սա, Աստծո խոսքը գրված էր սրտիս վրա, բայց ես չգիտեի, ես խեղճացել եմ ամեն ինչով, զորություն չկար մեջս, ուժ չկար մեջս, մեկ էլ Աստծո խոսքը խոսեց ներսիցս, անիցյալ են մարդը մարդին գուսա, և մարդ իրեն բազուկ կնե տիրոջից խոտորի, այդ խոսքը հնչեց իմ սրտում, կրակի պես վառեց, Աստծո խոսքը կրակ է, Սուրբ Հոգու կրակն է իր մեջը, հավատացեք այդ խոսքի կրակին, այդ խոսքը կայրի ամեն ինչ մեր մեջ, միայն մտնի այդ խոսքը զորավոր ձևով ձեր մեջ կփառավորվի նա կենդանի խոսք է, նա ուզում է փառավորվել մեր մեջ, նա ուզում է երևալ մեր մեջ, նա իր խոսքի հայտնությունը ուզում անի մեզ, ամեն մի խոսք, որ հայտնվի քո հոգու մեջ, բացի քո հոգու աչքերը, օրենք իր աչքները տեսնես Հիսուսին, տեսնես քո կենդանի Աստծուն, իր խոսքի մեջ, խոսքի դուռը բացվելով, դրա համար Պողոս առաքյալը լցված Սուրբ Հոգով ասում էր ժողովրդին, որ աղոթեն իր համար, Սուրբ Հոգու աղոթքով, ամենատեն աղոթք կարեք խնդրված հոգով, Եփեսացիս 6-րդ գլուխ, այս բաները հասկացեք կատար հարատեգությամբ, աղաչանքով բոլոր սուրբերի համար, ինձի համարել, որպես ինձի խոս տրվի, բերանս բանամ, համարձակությամբ ամենտանունի խորհուրդ հայտնելու։ Նա ուներ օծություններ, բայց իր հավատքը ընկած էր հոգու աղոթքի վրա, դրա համար ասում է ձեր անձերը շինեք, Սուրբ հավատքի վրա Սուրբ Հոգով աղոթք անելով, հոգու աղոթքը ուրիշ բան է, հոգու աղոթքին հավասար աղոթք չկա երկրագնդի վրա, տեղ տվեք այդ հոգու աղոթքին, տներում, հարատև, կտեսնեք Սուրբ Հոգին, ոնց ձեր հոգու աշխարհում հեղափոխություն կանի, մեծ շրջադարձ, եւ այդ նույն Պողոս առաքյալը Կողոսացիս նամակի մեջ գրում է նորից աղոթելու մասին, որպեսզի Քրիստոս խորհուրդը բացվի, նայեք ստեղ 3-4 գլուխ ստեղ խոսքի աղոթ կարեք նայեք մեզի համար, որպեսզի Աստծո խոսքի դուռը բանա մեզի, Քրիստոսի խորհուրդը խոսելու, որ համար կապված եմ, խոսքը ունի դուռ, պետք է աղոթենք, որ խոսքի դուռը բացվի մեզ, որ Քրիստոսի կյանք հայտնվի մեզ, Աստված ուզում է սիրելներ, Աստծո նպատակն է, որ իր ամեն մի խոսքը գրի մեր սրտի տախտակների վրա, մենք իր նամակը դառնանք, այդ խոսքը իշխանություն ունի հավիտենական, այսօր մեր նպատակն է Հիսուս Քրիստոսով, որ խոսքը բնակվի երիտասարդների սրտի մեջ, ես համոզված եմ, մարդին ինչքան խրատես չի դաստիարակվի, ես համոզված եմ, ես հոգիներ գիտեմ, 30 տարի նույն բան ասում ես, մեկը նա իր արդու զարդի թագրը չի տալիս, մեկը ասում ես չես ասում հոգու չունի, մարդի ներսը, որ մտավ խոսքը մտավ, ներսը մտավ, բոլոր կուրքեր պղծությունները կմաքրի, այսօր պետք է այդ զորությունը մտնի մեր մեջ, հավատացյալ, քո զորությունը Ես ինչ եղբորի միջոցով չէ, քո զորությունը Աստծո խոսքի մեջ է, հավատացյալի զորությունը Աստծո խոսքն է, Աստծո խոսքը շատ զորություններ ունի, շատ հրաշքներ է կատարում, մարդի հոգու աշխարհում, մարդի հին մարդը խաչել կտա և ազատել կտա, քերությունից, սատանայի իշխանությունից, ազատել կտա և Աստծո թագավորության մեջ կտեղափոխի, Տերը ունի այդ զորությունը, փառավորվի նրա անունը, սիրելներ, օրհնյալի նրա անունը, սիրելներ, մենք աղոթքի տեղ տանք, կանգնենք աղոթքի սիրելներ, փառտանք Տիրոջը սիրելներ, Տերը ներկա է մեր մեջ, հավատանք, որտեղ 2-3 հոգի հավաքվենք իր անունով,
Մենք հավաքվել ենք իր անունով եւ իր խոսքի համաձայն նա ներկա է մեր մեջ։ Աղոթքի տեղ տանք սիրելներ։